Դեղատոմսի գործընկերն է Նատալի Ֆարմ դեղագործական ընկերությունը։ Նատալի Ֆարմ, աշխարհի դեղերը մեկ ձեռքից։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Հայկական երկրորդ հեռուստալիքի եթերում է Դեղատոմսը։ Բժիշկ Դավիթ Պետրոսյանի հետ։ Եվ ինձ հետ է հիասքանչ Նարինե Բաղդասարյանը։ Նարինե, ինչն է նվիրված այս հաղորդումը, կարող եք։ Առողջությանը եւ գեղեցկությանը։ Գեղեցկությանը, խնամվածությանը եւ ես էլ երբեք չեմ տալու այն հարցը, թե կինը ինչու է ուզում գեղեցիկ լինել, որովհետեւ ես համոզվեցի, որ դա բնազդ է։ Դա բնազդ է, բնությունն է ստեղծել այդպես կնոջը եւ դրա հետ իհարկե հիմարություն կլինի պայքարել, ընդհակառակը պետք է դա խրախուսել եւ այսօր այս մեր սրահում տեղի են ունելու հրաշքներ, ամեն մի հրաշքը վերջանալու է գեղեցկության ավելացումով, եթե քանակային վերցնենք, մենք վերջում կունենանք հսկայական քանակով գեղեցկություն եւ եթե այս հաղորդումը տևեր միշտ մեր հայացքը ուղղակի ռադիկալ ձևով կգեղեցկանար, ասենց էս։ Ուրեմն ավելի հաճախ կկազմակերպենք։ Եվ այսպես ներկայացնենք մեր հյուրերին, սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրն է Helios դերմատոկոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն բժշկուհի Հելեն Ազարյանը։ Եվ իհարկե Helios դերմատոկոսմետոլոգիական կենտրոնի պրոֆեսոր Էդուարդ Դանելյանը, հարգելի բարեկամներ, դուք տեսնում եք կրկին մեր գոլեգաներին, բայց ընթացքում մենք կմոտենանք, հարցեր կտանք, բոլորն էլ կմասնակցեն, բոլորի հետ էլ կծանոթանանք։ Եվ ինչ ենք մենք անելու այսօր։ Ինչ ենք մենք անելու։ Helios դերմատոկոսմետոլոգիական կենտրոնում իհարկե շատ ծառայություններ կան, ես գիտեմ, որ դուք առաջարկում եք բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Նարինե, ինչպես ես հասկանում եմ, այսօր գիտա պրակտիկ դաս է մեզ մոտ, այսինքն ինչի մասին խոսվի, դա էլ կարվի, եւ մենք ամեն ինչ տեսնելու ենք, ինչից ենք սկսում, ասեք։ Ուրվագծային պլաստիկայից։ Եվ այսպես, դոկտոր Հելեն, ինչ ենք անում, ինչ խնդիր կա եւ ինչպես ենք այդ խնդիրը վերացնելու եւ վերջում ինչ արդյունք ենք ստանալու։ Մենք այստեղ ինչ ենք տեսնում, ինչպես բոլորիս, ասենք 90%-ի մեր հայերի ցավը, քիթը։ Քթի ուղում բարձրացում ոչ օպերացիոն եղանակով։ Ուղումը, որը այսպես ասած գորբիկի ուղումն է, որտեղ ոչ թե գորբիկին ենք մենք մոտենում, այլև փոսիկը լցնելու միջոցով եւ դա իրենից ներկայացնում է բնական նյութ։ Ռադիանսը եւ քթի ծայրի բարձրացում, որ նորից լցնելու միջոցով ձգելու, քանի որ մենք այստեղ մի փոքր թուլություն է լինում, ձգելու հետևանքով, լցնելու հետևանքով նա ավելի ձգված վիճակ է։ Գալիս։ Շրթունքի ծավալի մեծացում, նորից այստեղ ոչ թե կալցիում, արդեն հիալուրոնային թթու, բայց նորեն բնական նյութ։ Ինչու եմ անդադ շեշտում բնական նյութը, որտեղ այսօր մեր ցավն է բժիշկների եւ ընդհանրապես հաճախորդների, որոնք գալիս են եւ արդեն ունեն ոչ բնական նյութը։ Ցանկացած ոչ բնական նյութ, եթե ոչ այսօր, դեռևս 25 տարի նրանք կարող են լինել խնդիրների մեջ։ Դրա համար մենք կտրականապես մերժում ենք ոչ բնական նյութերը։ Պոլիակրիլիկները, օքեյ, եւ խորհուրդ ենք տալիս միայն ու միայն շեշտը դնել բնական նյութերի հիալուրոնային թթվի եւ կալցիումի հիդրոքսիպեպտիդի վրա կամ ռադիանս։ Դոկտոր Հելեն, եւ իհարկե դուք դեմ եք սիլիկոնին ուրեմն։ Իհարկե, բոլոր տեսակի ոչ բնականները, որոնք մտնում են հենց պոլիակրիլիկների մեջ։ Դրանք կարող են իհարկե վնասել։ Վնասել եւ ոչ միանակ այսօր, այլև մոտավորապես ասում ենք, մինչեւ 25 տարի դեռևս, այսինքն այն երկարատև, որ ասում են երկարատև ենք ուզում, արդյունքը դա նշանակում է երկարատև նրանք պետք է լինեն խնդիրների մեջ։ Թող ընտրեն երկարատև խնդիր, թե կարճատև եւ առանց խնդիրների։ Այո։ Ուրեմն նաև քիչ շրթունքային ծալքը ավելի կհարթեցվի եւ այստեղ այտային ծալք, ասենք զիգոմատիկուսը, որը որ հիմնականում արդեն մոտ 17-18 տարեկանից հետո անգամ սկսում է զգացնել տալ։ Մենք ունենք այստեղ փափուկ բարձիկ ճարպային։ Բայց այդ տարիքում ցուցված է այդ պրոցեդուրան արդեն։ Հիալուրոնային թթվի համար չկա։ Որպես կոնտրաինդիկացիա, այո, չկա այնտեղ։ Բոլոր տարիքները հնազանդ են հիալուրոնային թթուին։ Այո։ Եւ այսպես այդ բոլորը հենց այս պահին կկատարվի, ընդամենը այդ ամբողջը կտևի կես ժամ։ Ընդամենը կես ժամ։ Այո, ամբողջը դա կկատարվի կես ժամ, քանի որ արդեն նույնիսկ թմրեցրած է։ Այո։ Ուրեմն նույնիսկ ավելի պակաս։ Շատ բարի։ Ուրեմն դուք հիմա կանեք, մենք հետո կշարունակենք խոսել ուրիշ թեմաներից եւ ուշադրության կենտրոնում կպահենք, վերջում կտեսնենք ինչ տեղի ունեցավ։ Ես կուզեի այսպես ուղղված պահել մեկ հատ, որպեսզի տեսնել որտեղ է գտնում գորբիկը, ինչ խորության վրա է գտնվում, այո, եւ հետագայում թե ինչպես կբարձրանա։ Եվ իհարկե կողքից արդեն նրա տեսք ամբողջովին տարբեր կլինի շրթունքների հետ միասին, այս սալքի հետ միասին եւ վերացած սալքի հետ միասին։ Եվ այդ գեղեցիկ տեսքը որքան ժամանակ կպահպանվի հետաքրքիր է։
կպահպանվի այնքան, ինչքան որ ինքը ցանկանա պահել։ Այսինքն, երբ որ նաև կգա խնամք է պետք, այո, խնամքել է պետք, եւ դրանից հետո արդեն մի քիչ մոտեցումներ նորեն անհրաժեշտ են, արդեն քիչ, ոչ առաջին անգամվա նման։ Ես ուզեի իհարկե այստեղ մի պահ կար, որ շատ էի ուզում շեշտը դնել, երբ որ ժպտալիս լինդերը երևում են։ Շատ հաճախորդներ մոտենում են եւ ասում են սրսկեք այնպես, որպեսզի լինդերը չերևա։ Եվ այդ դեպքում երկու սխալ գոյություն է, թե հաճախորդի կողմից եւ թե բժիշկի կողմից։ Կարինեն ուներ այդ պահը մեր հաճախորդը, բայց այստեղ խնդիրը ինչումն էր։ Հիմա կարող է ժպտալ, բայց արդեն քանի որ թմրացրել ենք, արդեն չի երևում։ Իսկ նա ժպտալուց այսպես ամբողջ լինդը երևում էր, քանի որ արդեն ներվային բլոկը կատարված է, չի երևում։ Այստեղ ես ուզում եի անպայման ուշադրություն դարձնեինք դրա վրա, որ այդ դեպքում ոչ թե շրթունքն են լցնում, այլև ընդհանրապես երկու կաթիլ բոթաքս, որը որ բարձրացնող մկանը թույլատվում է։ Ընդհանրապես երկու կաթիլ բոթաքս, որից հետո հետո կատարվում է միայն լցնելը։ Ահա, շատ բարի։ Եվ խնամքի մասին էլ, հայ, երևի խոսենք մի փոքր, որովհետև հեռուստադիտողներին ես կարծում եմ հետաքրքիր կլինի ամեն դեպքում ինչպես խնամել։ Այսինքն մակրող նյութերը եւ այլն ամեն ինչը պիտի մնա նույնը, թե որոշակի փոփոխություններ պիտի կատարվեն։ Հիմնականում պետք է մնա նույնը, քանի որ այսինքն մենք իհարկե խորհուրդներ կտանք, թե ինչ օգտագործել, շատ օգտակար նյութեր, որոնք են հիմնական պարունակությունները վիտամինային թերապիան, տարբեր տեսակի ամինաթթուներով, ֆերմենտներով խորհուրդ է տրվում, բայց իհարկե դրանք ոչ թե գնում են ազդելու անմիջապես մեր լցված նյութին, այլև մաշկը պարզապես խնամելու, ավելի ճիշտ խնամելու համար։ Դա արդեն տարբեր խնամք է։ Ինչ վերաբերվում է պահպանելու եղածը, սա արդեն կախված է օրգանիզմից։ Առանձնահատկություններից։ Ես այդտեղ մի քիչ կատակով մոտեցա, եւ ասում եմ ինչքան ուզում եմ։ Այստեղ ավելի ճիշտ թե օրգանիզմը ինչքան պահանջարկ ունի։ Միջին չափը սովորաբար, հա։ 6-ից 9 ամիս հիալուրոնային թթուն, մոտավորապես 1.5-ից 2 տարի կալցիումը, արդեն կալցիումի հիդրոքսիպեպտիդը։ Ահա, շատ բարի։ Նարինե, մինչև դոկտոր Հելենն անում է, ես ուզում եմ որպես տղամարդու հետ խոսել պրոֆեսոր Դանելյանի հետ։ Շատ բարի, ես էլ այստեղ կնայեմ հետաքրքրությամբ։ Այո։ Եվ կլսեմ ձեզ։ Պրոֆեսոր, բայց դուք եք չեք գտնում, որ դա բնազդ է։ Կանանց բնազդն է լինել գեղեցիկ, գեղեցկանալ եւ ես կասեմ անկախ ամեն ինչից։ Ճիշտ է։ Դուք նախորդ անգամ շատ պատկերավոր խոսեցիք դրա մասին, երբ որ մենք եւ իրոք դա այդպես է։ Ուղղակի գիտեք ինչ դոկտոր Հելենն այսքան խոսեց հիալուրոնիդազա է ասում, ինչ որ բառեր է ասում, գիտական եւ այլն։ Ես մի քանի ոլորտ կա, որոնց հետ կապված որոշել եմ, որ չխորանամ, այսինքն ես արդեն չեմ հասկանում, չեմ օրինակ ասենք թե բջջային հեռախոսի կառուցվածքը եւ այլն, ես դա չեմ հասկանալու, որովհետեւ իմ կրթությունը դա չի եւ այլն եւ կան բաներ, որոնք ես որոշել եմ, որ դա հրաշք է, եւ օրինակ այս ամեն ինչի մեջ ես տեսնում եմ հրաշք, որովհետեւ եթե այդքան հեշտ լիներ, որ հիալուրոնիդազան վերցրեց իր շպրիցը բոլորն էլ կարող են ձեռքը բռնել, ինչ որ մի միջոցառում անել, չէ, պրոցեդուրա եւ ամեն ինչ ստացվի, բայց այդպես չի։ Ինչ որ հրաշք կա։ Ես խնդրում եմ մեկնաբանեք, դուք ավելի մեծ փորձ ունեք։ Ինչու է կատարվում հրաշք։ Խնդիրն անունն է, որ մաշկը առհասարակ ինքը հրաշք օրգան է։ Ինչով է հրաշք։ Նրան կարելի է պատկերացնել որպես կենտրոնական մի հատված մեր օրգանիզմում, որի ուղղությամբ գնում են սլակներ նյարդա հոգեկան համակարգից, աղեստամոքսային տրակտից, էնդոկրին համակարգից, իմունոլոգիական եւ բազմաթիվ այլ համակարգերից։ Այդ ինչ որ տեղի ունում այստեղ մեր աչքի առջև դոկտոր Հելենի կողմից կատարվող հրաշքներից մեկն է։ Մի կին, որը ստեղծված է սիրելու, սիրվելու, բնությունը գեղեցկացնելու համար, ունի ինչ որ խնդիրներ։ Եվ այս փոքր միջամտությամբ վերացվում են այն արատները, որոնք այս կամ այն պատճառով պայմանավորված ներքին վիճակով, պայմանավորված ատակին գործոններով խախտվել են, կա արատ, նա պիտի վերացվի։ Իհարկե, սա որ կատարվում է հրաշք է։ Ու հրաշքը նրանում է, որ այն մասնագետը, որը կատարում է, երբեմն նա արդեն հասնում է այն վարպետության իր գործի մեջ, որ ինքն էլ միգուցե չկարողանա պարզ բացատրի, թե ինքը ինչ արեց։ Ինքը անում է, ինքը այդ պահին ինչ որ մի բան տեսնում է, գործողությունը անում է ամենալավագույն ձևով, բայց որ հարցնես, ինչու դու հենց այս կետը ընտրեցիր սրսկման համար եւ ոչ թե այն,
Այդ դա է Չէ, ինձ թվում է դա այդքան էլ այդպես չէ։ Նա հասկանալով է անում։ Հասկանալով։ Ինչպես որ շախմատիստը խաղի ժամանակ գիտի, որ ֆիգուրան շարժի, դոկտոր Հելենն էլ այդպես գիտի, ասեղը որ կետում մտցնի, ինչպես անի, որ գիտեք մի քիչ։ Բայց ինչի գիտի։ Ինչից գիտի փոցից ելնելով։ Փոցից ելնելով, բիոքիմիայից ելնելով, հյուսվածաբանական փոփոխություններից ելնելով, այս բոլորը նախապես ուսումնասիրելով գրականությունը, ես մի գաղտնիք էլ ասեմ, թող ինքը չլսի, չի լսում, չէ։ Չէ, շատ է զբաղված։ Որոշ բաներ ինքը իր վրա փորձում է, հետո է անցնում իր հաճախորդների։ Բայց պրոֆեսոր, ինչ եք ուզում ասել, ով ուզես կարող է սովորել մի քանի տարուց այդ ամեն ինչն անել։ Ես շատ եմ ասել իրեն, խուսափեք այդ բանից, բայց ասում եմ, ես մինչև իմ վրա չփորձեմ, չտեսնեմ գոնե կողմնակի երևույթները, չեն լինում աճող բարդություններ, հետո նոր գնամ, չնայած դա ուսումնասիրված է գրականության մեջ, չնայած առաջադեմ երկրներում կատարվում են, բայց այնուամենայնիվ կան մոմենտներ, որոնք կատարվում են Հայաստանում առաջին անգամ, եւ ինքը ուզում է 100% համոզված լինել, որ իր միջամտությունով միայն ու միայն օգուտ կտա հաճախորդին ու բացական կողմը հրաշագործ ձեռքեր ունի դոկտոր Հելենը, մի վիճեք պրոֆեսոր, հրաշագործ ձեռքեր ունի։ Չի միայն, ամեն ինչը գալիս է վերից, ինչպես ասում են, ամպը վերից է գալիս, սարիցերից է գալիս, անձև լինի, թե ամպրոպ, մեկը վերից է գալիս, այստեղ կարելի է ասել, հրաշքը վերից է գալիս, այ, բայ իմ ասած, հրաշքը վերից է գալիս, ձերքերի միջոցով է գալիս, ամեն ինչ ինչ-որ մենք տեսնում ենք, տեսնենք թե ինչ է կատարվում այստեղ ներողություն, դոկտոր Հելենը արդեն մոտավորապես ավարտեց, հա, աշխատանքը ինչ որ չափով, քթի աշխատանքը եւ արդեն նկատում ենք փոփոխություն, այս բարձրացած վիճակը տեսնում ենք, ծայրը ցկված բարձրացած եւ այստեղ արդեն լցված։ Հունական քիթ կարող ենք ասել, դա այդպես է, չէ՞, հունականը ուղիղ առանց թերությունների քիթիկ։ Հենց հայկական։ Սիրուն հայկական քիթ։ Որ ասում եք ես ուրիշ եմ պատկերացնում։ Հա։ Դե լավ, ընդունենք, որ սկզբում եղել է հայկական, հետո նոր հույները իրանց են։ Ամեն ինչի հետ միասին ես նաև շատ հայասեր եմ ամեն դեպքում, ես չեմ ընդունում։ Հիմա ցավազրկած վիճակում է պացիենտը, ասենք երբ որ վերականգնվի նորմալ վիճակը օրգանիզմի, ցավեր կլինեն էլի, թե չեն լինի։ Շատ թեթևակի ամեն դեպքում կոնկրետ ինքը չի զգա, որովհետև քիչ քանակ էր անհրաժեշտ նրան։ Եվ կոնկրետ այսօր մեր պացիենտը ինչպես պետք է խնամի իր մաշկը։ Ուրեմն պետք է մոտ 2 ժամ, ինչքան հնարավոր է, այստեղ մի քիչ սեղմումներ տա, որպեսզի նյութը տեղավորվի իր ճիշտ տեղում, օքեյ։ Եվ մի քիչ էլ այս մասը, պարզապես սեղմում է եւ պահում։ Մի 2 ժամ խաղում, այսպես։ 2 ժամ։ Որից հետո արդեն ամեն ինչը հանգիստ։ Շատ լավ։ Իսկ հիմա ինչ պետք է անենք, պետք է շարունակենք շրթունքները եւ քիչ շրթունքային ծալքը։ Եվ մեկ անգամից արդեն ցույց կտամ նաև այտերը բարձրացած, քիչ շրթունքային ծալքը եւ շրթունքները։ Շատ բարի։ Եղավ։ Դոկտոր Հելեն, այսպես եկեք անենք, դուք միջոցառումը շարունակեք, այսօր մենք անդրադառնալու ենք նաև կորյակների թեմային, անդրադառնալու ենք էպիլյացիա այդպիսի բաներին։ Ես բժիշկներին, գոլեգաներին հարցեր տամ այդ թեմայով, ինչ կապ ունեն այդ երևույթները մաշկի եւ իրենց մասնագիտական ոլորտները։ Հետո մենք նորից կմոտենանք ձեզ։ Կարելի է։ Այսպիսով հարգելի բարեկամներ, մեզ հետ է գինեկոլոգ Եվա Թորոսյանը եւ բժշկուհի։ Այդ կորյակները, որ լինում են ավելի շատ, ասենք թե դա լինում է դեռահասների մոտ, մեծահասակների մոտ էլ, մենք իհարկե հասկանում ենք բժիշկներով, որ էնդոկրին համակարգը այդտեղ եւ նա գալիս է մաշկաբանի մոտ, գալիս է միանգամից մաշկա կոսմետոլոգիական կենտրոն, ուզենալով, որ դա միանգամից հեռացվի, իրեն թվում է, թե իրոք ինչ-որ հրաշք է լինելու, վերցնում են մաշկի վրայից եւ դա հեռացնելու են։ Բայց որպես բժիշկ կարող եք մեզ նկարագրել կապը այդ երևույթի ներքին, ուրեմն էնդոկրին համակարգի հորմոնալ ֆոնի։ Այստեղ կարծում եմ հարկ է նշել բժիշկ Պետրոսյան, որ ցանկացած խնդրի դրական լուծման գրավականը դա իր պատճառաբանության ճիշտ վերցանումն է։ Նույն թվում բնականաբար բժշկական ցանկացած խնդրի ճիշտ լուծման համար, այսինքն բուժման, հա, որպես դրական ավարտ, հարկավոր է, այսպես բժշկական լեզվով ասած,